Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ին վերջնական որոշում կկայացնի գազի գինը սպառողների համար 9,3 դրամով նվազեցնելու մասին։ 9,3, որ ասում ենք, դա այդ նույն միջինացված 19,4 դոլարն է, վերածած դրամի 480 փոխարժեքով։ Մեզ հիմա բերել թելադրել են 9,3 դրամ։ Ծիծաղելի է նույնիսկ։ Այդպիսի հանցագործություն, որ հիմա իրեն թույլ է տալիս Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը, բացարձակապես անընդունելի է։ Սակագին իջեցնելու առաջարկը ներկայացրել է Գազպրոմ Արմենիա ընկերությունը, հիմնվելով նախորդ ամիս Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային նոր համաձայնագրի վրա։ Սահմանին գազի գինը 165 դոլարի փոխարեն դարձել է 150 դոլար։ Այս դեպքում որքանով է արդարացված սպառողների համար սակագնի այս չափով նվազեցումը։ Այս բանին այո, համարում եմ արդարացված գործող բոլոր իրավակարգավորումները հաշվի առնելով։ Այդ անկախ կոչվող հանձնաժողովը, որ քաղաքականության հետ ոչ մի առնչություն պետք է չուներ։ Ասում է, դե մենք գերի ենք ընկել Կրեմլի ձեռքին, քանի որ անձամբ Պուտինը այդ գազի գնից նրա մի 10% անձամբ է գրպանում։ Ապա մենք քաղաքական խնդիր ունենք Պուտինի խաթրից ոնց դուրս գանք։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնել էր, թե մեծացրել է աշխատակիցների թիվը, բարձրացրել աշխատավարձը։ Ընկերությունը մտադիր է ու արդեն իր հայտով էլ նա նախատեսել է, ոչ թե ինչ-որ հրապարակումներ են ու գերշահույթներ ստանում, այլ կոնկրետ աշխատանքներ են ուղղվելու, դա ուղղվելու է համակարգի վերազինման, կապիտալ նորոգման, իրականացման աշխատանքների։ Այդ աշխատավարձերը բարձրացրել են բարձր կատեգորիոս բաների նկատմամբ։ Հայերի աշխատավարձը համարյա չի բարձրացել։ Եվ այս պայմաններում փորձել մարդկանց խաբել, որ նրանք ծախսեր են անում, որ նրանք ինչ-որ ներդրումներ են անում։ Արդյոք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի մտահոգվում, որ Գազպրոմ Արմենիայի դեպքում էլ կունենանք նույն չարաշահումներն, ինչ Հայաստանի էլեկտրական ցանցերի դեպքում։ Կառավարման վտանգը միշտ կա, ավելի եւ բարբերաբար աուդիտներ կատարվում են։ Կառավարման հիմնական ստուգող ու վերահսկող իմ կարծիքով պետք է լինի այդ ընկերության սեփականատերը։ Նոր սակագինն ամենայն հավանականությամբ ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։ Մինչ այդ հանրային խորհրդի անդամը կոչ է անում քաղաքացիներին չհամակերպվել գազի սակագնի նվազեցման չնչին չափին եւ պայքարել այն առնվազն 15 դրամի հասցնելու համար։